Շուրջ 200 ուսուցիչ երկու անգամ չի հաղթահարել կամավոր ատեստավորումը գործող իրավակարգավորման համաձայն, նրանք պետք է ազատվեն աշխատանքից։ Ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով, սակայն կրթական գերատեսչությունը այս խմբի մանկավարժների համար եւս մեկ ատեստավորում կկազմակերպի։ Կրթության փորձագետի գնահատմամբ ստեղծված իրավիճակն ինքնին վկայում է, որ կամավոր ատեստավորումը ըստ էության ձևական է։ Ատեստավորման գործընթացը շինծու ձևական գործընթաց։ Ուղղակի անելու համար այնքան որ բոլորը գան եւ հաղթահարեն։ Մինչեւ հիմա տեսեք 4 տարուց ավել անցել է եւ որևէ սկզբունք ըստ էության այն ինչ որ սկզբից դրված էր չի պահպանվել։ Եվ հասկանալով որ այդ գործընթացը շատ ուսուցիչների ուղղակի կարող է դուրս ցողել կրթական համակարգից, այնպես են անում որ գոնե այդ ուսուցիչները մնան կրթական համակարգում։ Այդ դեպքում ինչի համար պետք էր մտածել այդ ամբողջը հիմա էլ հետ ողորմի անել։ Այս տարի եւս ուսուցիչները դժգոհ էին կամավոր ատեստավորումից ու անարդար գնահատումից։ Հարցերը բարդ էին, անտրամաբանական ու ծուղակային, ասում են։ Ամենից շատ դժգոհությունները ռուսերենի, հասարակագիտության եւ քիմիայի շուրջ էին։ Պնդում են, գիտելիք պահանջող ոչ մի հարց թեստերում չի եղել։ Ժամի հետ զրույցում քիմիայի մի ուսուցիչ էլ նկատեց, ձախողումների հիմնական պատճառը ուսուցիչների գիտելիքի պակասը չէ։ Խնդիրները կապված են թե թեստերի բովանդակության, թե տեխնիկական խափանումների հետ։ Եթե այդ խնդիրները չվերացվեն, քանի անգամ ուզում է հնարավորություն տան։ Հնարավոր է, որ տվյալ ուսուցիչը նորից չկարողանա հաղթահարել բազմաթիվ քննական կենտրոններում տարատեսակ հարցեր են եղել, տարատեսակ խոչընդոտներ եւ թերություններ են եղել, որոնք խանգարել են համակարգիչը մի քանի անգամ անջատվել է ծրագրից, քին համակարգչով են մարդկանց առաջարկել քննություն հանձնել։ Եթե այդուհանդերձ ուսուցիչները երրորդ ատեստավորման նվազագույն շեմն էլ չհաղթահարեն, կկորցնեն աշխատանքը։ Կրթության ոլորտի փորձագետները նկատում են այս մոտեցումը միանգամայն հակասում է կամավոր ատեստավորման տրամաբանությանը։ Լավ կլիներ, որ վերանայվեր ուսուցչին աշխատանքից ազատելու մեխանիզմը, այն փոխարինելով զարգացմանն ուղղված աջակցող ծրագրերով։ Կրթության համակարգը կայունություն է սիրում։ Այդ անընդհատ ցնցումները որևէ լավ բանի երբեք չեն բերում։ Բոլոր այն ուսուցիչները, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում, որպես առաջին քայլ առնվազն, նրանց պետք չէ բաց թողնել կրթության համակարգից, որովհետև այն սերունդը, որը հիմա գալիս է, ընդունվում է մանկավարժական մասնագիտություններով տարբեր վարչագույն ուսումնական հաստատություններ, նրանք 10 անգամ ավելի քիչ են այն ուսուցիչներից, որոնք հիմա աշխատում են կրթության համակարգում։ Փորձագետների խոսքով ավելի արդյունավետ կլիներ սահմանել անհատական զարգացման ծրագրեր եւ կրկնակի փորձի հնարավորություն նախքան կտրուկ վարչական քայլերի դիմելը։ Հակառակ դեպքում կամավոր ատեստավորումը վերածվում է պարտադրանքի, ինչը ոչ միայն չի խթանում ուսուցչի մասնագիտական աճը, այլև խորացնում է ոլորտում առկա կադրային խնդիրները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։